Իրենք շատ էպիզոդիկ կարողանում են իրենց հաճույքներ թույլ տալ, նույն այդ դեղորայքը, որ իրանք ընդունում են, թմրադեղեր կլինի կամ ուղակի հաբը, որ իրանք կարող են տալ, կամ ինչ որ խմիչք կարող են այդ պահին խմել եւ իրենց ինչ որ պահ լավ զգալ այդ սուրոգատ հաճույքների միջոցով, դա այնքան մի պահ է։ Եվ հետո իրանք նորից գալիս են սթափություն եւ կարիք ունեն նորից ընդունել նույնը եւ երբեմն մեր ուղեղը ադապտացվում է այդ դոզային եւ այլևս այդ չափաբաժինը քեզ չի օգնում, քեզ ավելի մեծ չափաբաժին է պետք, որ դու ունենաս այդ նույն դրական ապրումը եւ դրա համար ոնց որ կամ իրենք դառնում են կախյալ անձիկ, որովհետեւ իրանք արդեն կախվածության մեջ են մտնում, որ դրսից եկող ինչ որ բան իրանց ուղեղում արտադրի այդ նույն դոֆամինը, որ իրանք ունենան այդ ուրախության հորմոնները, որտեւ արդեն իրանք այնքան են դա դրսից ստացել, մեր ուղեղը ինքը ծուլանում է, вообще ընդհանուր ինքը ծույլ է։ Ի վիճակի չի դառնում արտադրել։ Ինքը չի արտադրում, այո, ինքը չի արտադրում, ինքը սպասում է, որ դու դրսից դա իրան տաս։ Եվ նույն այդ երկրներում, որ սեռականությունն է ազատ, դեղորայք, այդ թմրադեղեր, պլան, մյուս, հա, անուններն էլ շատ չգիտեմ, ազատ է եւ մարդը կարողանում է իրան ինչ որ մի պահի թույլ տալ այդ հաճույքից օգտվել, բայց հաջորդ վայրկյանը ներքին բովանդակություն չկա։ Ներքին բովանդակություն չկա եւ մարդը արճակատվում է իր դժբախտության հետ։